Գյումրիի փառաքարի ընտրությունները մոնիթորինգ արածայակվեն դատախազությանն առաջարկում է հետաքննել այն տեսանյութերը, որտեղ ըստ դիտորդների հստակ երևում է, որ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական հանրահավաքին մասնակցելու են եկել քաղաքացիներ կոլեկտիվներով Գյումրիի պետական հաստատություններից, բժշկական կենտրոններից, Շիրակի մարզի այլ բնակավայրերից։ Մարդիկ, որոնք Գյումրիի ավագանու ընտրությունների հետ որևէ կապ չունեն։ Չալաբյանը հիշեցնում է քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը, որով պատիժ է սահմանվում մարդկանց հարկադրանքով հանրահավաքի բերելու համար։ Երբ որ լրագրողները կամ մեր դիտորդները մոտենում են իրանք խուսափում էին խոսելուց, հաճախ շրջվում էին, ընդհանրապես չէին ցանկանում ներկայանալ, ցույց էին տալի, որ ինչ-որ իմաստով իրանք այդտեղ են գտնվում, ոչ այդքան էլ իրենց կամքով։ Խախտումներով է անցել նույնիսկ ընտրություններին նախորդող օրը, երբ թեկնածուները ըստ ընտրական օրենսգրքի պարտավոր են լռություն պահպանել, քաղաքացիական պայմանագիրը շարունակել է քարոզչությունը Facebook-յան էջում։ Այդ քարոզչության, այսպես ասած, սկրինշոթերը մենք հատուկ պահպանել ենք եւ կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա արգելված է։ Արգելված է ընտրական օրենսդրությամբ։ Ընդդիմադիրների դեմ հակաքարոզչություն են արել ոչ միայն ՔՊԱ-ականները, այլև իշխանամերձ լրատվականները։ Մեդիանյուզը, Սիվիկը, ՔՊԱ-ական Վահագն Ալեքսանյանը ըստ Չալաբյանի թիրախավորել է նույնիսկ Հայաքվեի դիտորդներին, որոնք աշխատելով մոտ 100 ընտրատեղամասերում բազմաթիվ ընտրախախտումների մասին են ահազանգել։ Ոչ մի տեղամասից, հանձնաժողովների նախագահներից, քարտուղարներից, անդամներից որևէ վերապահում մեր աշխատանքի հասցեն չի ընչել, որ մենք օրինակ խախտել ենք դիտորդի պարտավորությունները, ունեցել ենք որևէ կողմնակալություն, փորձել ենք քաղաքացիներ ուղղորդել այս կամ այն ուղղությամբ, բացարձակ որևէ վերապահում մեր աշխատանքի վերաբերյալ չի եղել, սակայն պարոն Ալեքսանյանը իրան թույլ է տվել այդպիսի զրպարտչական արտահայտություններ անել։ Հայաքվեի դիտորդների առանձնացրած ընտրախախտումների մեծ մասն արձանագրվել է Գյումրիի 31/69 եւ 31/70 ընտրատարածքներում։ Դրանք իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանի բնակության տարածքում են։ Այդ տեղամասերում գրանցվել է ընտրողների մասնակցության անսովոր բարձր ցուցանիշ։ Մի տեղամասում Սարիկ Մինասյանը հավաքել է 57, մյուսում 68% ձայն։ Թող ցույց տվեք, մտեք թեկուս իմ տունը ստուգեք։ Ամեն ինչ շատ տարօրինակ չէր լինի, եթե դիտորդները այդ ընտրատեղամասերից 35 մետր հեռավորության վրա նկատած չլինեին Սարիկ Մինասյանի պաստառներով ապօրինի շտաբ, որտեղից ըստ Ավետիք Չալաբյանի ուղղորդել են մարդկանց, թե ում ընտրեն։ Այստեղ երեխաները պարենգը, երեխկենգը, ուրախանան, մեր թաղի երեխաների համար է։ 50 տարեկան երեխաների ծնողներն են։ Կարող ենք ենթադրություն կատարել, որ այդ կոնկրետ երկու տեղամասերում քվեարկության արդյունքները հավաստի չեն։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը տեխնիկական մի շարք խախտումներ է արձանագրել, հիմնականում քվեաթերթիկների հետ կապված։ Քաղաքացին մտնում է քվեախցիկ եւ բարձրաձայնում է, որ իր համար ցանկալի ուժի քվեաթերթիկը չի գտնում։ Այս պարագայում հանձնաժողովը մի փոքր խառնվեց չէր կողմնորոշվում, ես հորդորեցի եւ հուշեցի նախագահին, որպիսի քաղաքացու ձեռքի քվեաթերթիկները մարվեն, քաղաքացուն հորդորեցի, որպիսի հանկարծ չբարձրաձայնի իր համար ցանկալի ուժի քվեաթերթիկի անունը, որովհետև դրանով կխախտվեր գաղտնիության իրավունքը։ Նկատել են նաև քվեաթերթիկը լուսանկարող քաղաքացիների։ Հայաքվեն փորձելու է մինչև համապետական ընտրություններ տասնապատկել դիտորդների թիվը, որպեսզի գործող իշխանության դեմ ընտրություններով պայքարը արդյունավետ լինի։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, 100։